Այնտեղ պետք է ուղղակի կոչ անեմ նաև մեր գյումրեցիներին, որպեսզի ճիշտ ընտրություն կատարեն, էական չի, որ թեկնածուին, եթե Նիկոլի խամաճիկը չի ու իրեն Սարիկը չի, ուրեմն պետք չի միանշանակ գնալ այն ճանապարհով, որ արդեն իրենք 18 թվականին են գնացել, 21 թվականին են գնացել, այսինքն մենք մեր սխալների վրա աշխատում ենք որպես ընդդիմություն, չէ՞։ Դուք էլ որպես քաղաքացիներ, որպես մտահոգ գյումրեցիներ աշխատեք ձեր սխալների վրա։ Ամոթ չի սխալը ընդունելը, ամոթը 3 անգամ սխալվել է, այսինքն մենք արդեն ունենք իրավիճակ, որ իրենց վերընտրվելու պարագայում սխալը արդեն 3rd անգամ սխալվելու պարագայում ես ձեզ ուզում եմ հիշեցնեմ, որ Գյումրին էլ թուրքերին կհանձնեն, իրենք շատ հանգիստ կարող են հանձնել թուրքերին, անգամ եթե ընդդիմությունը ընտրվի, հնարավոր կլինի ինչ-որ լծակներ օգտագործել, որպեսզի Գյումրին եւս մասնակցի, Գյումրին եւս պայքարի եւ այլն, ինչպես պայքարում է Մասիս քաղաքը եւ մյուս քաղաքները։ Այսինքն մենք ունենք ուղիղ ցուցիչ Գյումրին ու գյումրեցիներից այս պահին կախված է մի մեծ պատասխանատու իրավիճակ, որից որ ելքը հնարավոր է, ու այդ ելքը Նիկոլ Փաշինյանի Սարիկին չընտրելն է։